Ալո, Ալո, բարև ձեզ։ Կներկայանաք։ Ինչպես։ Կներկայանաք։ Ահա, իմ անունը Աննա է։ Աննա։ Մարզիչ է։ Հա, լսում եմ Աննա ջան։ Ինձ այդքան ինձ վերաբերվող հարցերը հետաքրքիր չեն, ինչքան մի հատ հարց կա, որ ինձ այս 7 տարի է տանջել է, ու ես հաճախակի հանդիպում եմ, որ դուք եթերներով այդ հարցը բարձրաձայնում եք։ Կներեք, որ չգիտեմ, պետք է թեմայի շեղվել, թե չէ, բայց քանի որ ես եմ անցել դրա միջով, ուզում եմ այս հարցը հենց եթերով ինչու ոչ վարչապետին դիմել, ուրեմն որպես հանդիսատես, այսպես ասեմ, ինձ շատ հետաքրքիր է, ինչն է պատճառը, որ ձեր բնակարանի հարցը չի լուծվում։ Հա, արդեն հասկացա հարցը տուրա գնում։ Մեկը կա մի քանի տուն ունի ամեն տեղեր, մեկը կա ոչինչ էլ չունի։ Մեկը կա մարդկային կորուստ ունի սրիկանի, որովհետև Աննա, ինձ անենք, որ ժամանակը շահենք, ժամանակը Էհա, որ այդքան բարձրաձայնում եմ, տեղ չի հասնում։ Վարչապետը որ մեկն անի, այնքան շատ են, Աննա, որ մեկ անի։ Այդ մեր տան հարցը որ չի լինում, Աննա, բայց ինչ մեր տան հարցը չլինելու պատճառը այստեղ վարչապետի մեղավորությունը չի, ես դա լավ հասկանում եմ։ Այստեղ մի քանի սրիկաներին են, կառավարությունում նստող սրիկաներն են անցածից։ Կառավարությունում նստող սրիկաներն են, վարչապետն ես նամակներ շատ եմ ուղարկել, իրան չի հասնում։ Ես իրան կգովեմ ու շնորհակալ կլինեի, երբ որ ինքը օրինական ձևով իմ տան հարցերը արդար ձևով լուծի։ Ես գնամ իմ տուն, այդ սրիկաները պատժվեն, այդ ժամանակ իրան իրոք կգովեմ։ Բայց ես իրան չեմ գովում, ես իրականությունն եմ ասում, ինչը որ ասում հանգիստ թողեք, որ այդ մեր հայոց երկիրը խաղաղի չի կարելի վարչապետ փնովել, անիծել, չար բաներ խոսել։ Վարչապետը պետք է օրենքը բարձրացնի վաշխառության դեմ, որ օրենքը չի գործում, որտեղ ովքեր որ տուժվել են, վաշխառությունից են տուժվել, իսկ այդ սրիկանները դու կարես լինես վաշխառու, չես կարող, կառավարության աշխատողները վաշխառուներ կան շատ, ես անցյալից գիտեմ ովքեր են եղել, հենց ազգային ժողովում են ամբյոնի նստած ամենամեծ վաշխառուն էդ էր եղել, այնտեղ կար մեկը, ու էլի կա, այդ վաշխառուններն էլ բանակ ունեն, մուցիկուլիներ են պահում, որոնք իրան գումարներ են, այս կողմը մեջը փող են աշխատում, ես էլ իրանցից տուժված եմ, խարդախություն։ Դատախազը պետք է անի, այս նոր դատախազը գրագետ աղջիկա շատ հավանում եմ իմ ինչալոց, պարկեշտ իրան պահել գիտի, որ իմ հասակի տղամարդիկ կարան իրանից քաշվեն միջև անգամ, դա իրա գրագետությունից է գալի, ամեն առաջին այդ վաշխառության օրենքը շատ խիստ պետք է աշխատի, որ բոլոր վաշխառները, մեր վաշխառուն ես կարամ ասեմ Արտյոմ Հովհաննիսյան, որ իրա հետևը կանգնած են մի քանի մարդիկ, որ դրանց փողերով է այդ ամեն ինչ, ու մենակ ես չեմ, այս մեր տան համար, որ սենց տուժվել են Արտյոմ Հովհաննիսյանին, ում գումարները նա բերում տոկոսով տվել է, բայց նոտարականում գրում են անտոկոս, ստացական չեն տալի, որտեղ անտոկոս, եթե ստացական կտա, կմտնի հարկային դաշտ։ Այդ 12 հոգի տուժվել են իմ նման, նույն մարդկանց միջոցով, 12 հոգի տները ձեռքից վերցած են, գրված է դատախազը անցյալի Արտուր, ինչ էր Դավթյանը, վրան քրեական գործ է հարուցել, ոչ մի բան չի արվում, իմ այս սլիկանով, որ իմ տունը վերցել է ջարդել, փշրել, ջարդել, գողացել, վրան 8 քրեական գործ է հարուցված, ինքը իր համար ընդես սարքել է, վարակույները կախային, ավասելի անում արդեն, սրիկան իրա սրիկա կնոջ հետ, տես դու ստիպեցի, որ ես ես բաները արտահայտում եմ, այ դրանք պետք է պատժվեն, դրանք պետք է պատժվեն անպայման, ու պատժը մոտ է, փետրվար ամիս, դու տես հերթով ոնց են հերթով պատժվելու, գեհենի կրակ իրանց վրան գնելու են, հենա սաղմոսները բացում, ամեն առավոտ ես դա կարդում եմ,
Սա անեծք չի, սա Աստվածաշնչով էլ տրված ամբողջ սաղմոսներն ասում է, բոլոր սերիկայությունները արդեն ժամանակը մոտեցել է։ Ինչ է աշխարհում այսքան երկնային այս բաները, ջրհեղեղ, երկրաշարժ, հիվանդություններ, քաղցկեղ, մարդը հանգիստ քնում է, առավոտը չի արթնանում, աթոռին նստած մահանում է, ջահել աղջիկները քաղցկեղ են, երեխեքը քաղցկեղ են, ինչ է այս ամեն ինչը սենց կատարվում, մեկը մի հատ հարց տալիս, այդ աշխարհով ամենակը ստեղ չի, սպանություններն ամեն ինչը գազազել է ժողովուրդը, ահա որ գազազած է, մենք մնացել ենք մի թաս ժողովուրդ, մի թաս, մենք պետք է իրար հետ ելնենք, ու հիմա ղեկավարներ ա փոխում, տես բոլոր ուժային կառույցներում աշխատում են երիտասարդ աղջիկներ, որոնք մայրեր են, բոլորը մայրեր են, եւ իրանք պետք է հոգ տանեն մայր Հայաստանի համար, որ այս այլանդակությունը վերջանա։ Վաշխառոնինք այդ ուն փողերով է, մարդը կտես քանի հատ տուն ունի, մեկը տուն չունի, փողոցում, քուչեքում ընկած է մարդը, այդ իմ հորական տունն է, արդեն քանի տարի ես վիճակում եմ, ես 10-10-ից ավել փաստաբան եմ փոխել, էլի փոխեցի ես էլի փաստաբան, իրանք գումարը վերցնում են, ոչինչ չեն անում։ Այսքան փոխելու փոխարեն, ուսումից եք հրավիրում, ասում եք հարգելիս, ո՞ւն է պատկանում այս դատական համակարգը, իհարկե, Բայց ամեն անգամ եմ ասել, փոխի համակարգը փոխի դատական, ինչ ուզում են անում են, ինչ ուզում են անում են։ Ես արդարադատություն նամակ ուղարկել եմ, նաև ներկա եմ եղել, գնացել եմ, հանդիպել եմ ում որ պետք է վերևացյաններ, դիմում դատավորներ ինձանից պահանջեցին, դատավորների անուն ազգանունները, որ իրանք վճիրը որոշումը ձերքի, ես պետք է մտնեմ իմ բնակարան տղայիս հետ, Հարկադիրի Գագոյի հետ, Հարկադիրի Գագոն իրա ձերքերը ծալերա, գորած փականագործի իրա բախեցավ այդ տղեն թողեց փախավ, կապիկություն արի ժամը 12-ից մինչև 4-ը չթողեց, որ մենք մտնենք տուն, որտեղ բոլորը այդտեղ ծախված են, բոլորի մեջքին այնտեղ զանգեր եղավ, որ դադարեցրեք։ Ես ճանաչված եմ, մի քիչ անհարմարեցնում եմ այդ բառից ու արդեն քանի տարի ես այս վիճակում եմ գտնվում, մենակ ես այսքան բառ 1000 մարդ է բարձրացանում, ով է լսում, որ ես տուժվել եմ Վաշխառույց, ես պետության բանկետ ընդհանրապես խնդիր չեմ ունեցել, անհատից եմ, որ այդ Արտոմ Հովհաննիսյանի մեջքի կանգնածները մի 3-4 հոգի տականքներ են, որ մեկ տներ են առնում ծախում, մի տունը մեկի վրա են, մի քանի հոգու վրա վաճառում են, ես գիտեմ ովքեր են դրանք, եթե այդ վաշխառության օրենքը աշխատի ինձանով, դատախազությունը տապիտան է, դա իրա գործն է, բոլոր վաշխառուներին անցյալին բերեն կանչեն պատասխանատվության առաջ ու բոլորին մտցնեն ծակը, այն ժամանակ ոչ մի մարդ այս վիճակում չի լինի, ոչ մի ինձանով, տեսեք ինձանով, ես այնքան հեշտ կարամ թողնեմ Հայաստանը գնամ, այնքան հեշտ ու թքեմ ամեն ինչի վրա, բայց ես իմ Երևանը շատ եմ սիրում, որտեղ ես տեղ եմ ծվել, միծացել նույնել իմ երեխեքը, մենք հին երևանցի ենք, մենք ու իմ տղեն զող գնաց այդ սրիկա դատավորների Արմեն Մաթևոսյան իրա կնոջ հետ, ու կառավարիչի Սուքոյան դատավորի հետ, որ հանեցին իրան կաշառակերության համար, այս կաշառակերությունը պետք է վերացնեն, ոչ թե մենակ թղթի վրա, ու վաշխառության օրենքը շատ խիստ աշխատի, որպեսզի բոլոր վաշխառուները պատժվեն ու մեկը ղալատ չանի, որ վաշխառություն անի, որ մարդիկ անտուն չմնան, այնքան տներ են նեժան դնում աճուրդի, դու կարած կնաս աճուրդի մասնակցես, ամեն մարդ չի կար աճուրդի մասնակցի, իրանց դրածով մարդիկ են ամբողջ, իմ տունը բավականին թանկ տուն, կենտրոնում ընդամենը 60,000 վաճառել են, ու այդ փողն էլ չկա, դու տես ինձ սրիկայը, ծածկա դմփոցի, ամբողջ փաստաթղթերը կեղծիկ, մանիպուլացիաներ են անում, ես ինձանով բարձրացնում եմ այս զանը, որ տատախազը Աննա Վարդապետյան, հա, մոռանում եմ արդեն ես զայրացա, հենց դատախազը ինքը պետք է բոլոր այդ օրենքը խստակույն տնի, որտեղ հիմա ահավոր պատիժների շրջան է սկսվում ամբողջ աշխարհով եւ 21 թվականը վերափոխում է սկսվում, եթե վաշխառուների թաթը կտրեն, բացի բանտ նստացրելուց, նրանց թաթը պետք է կտրեն, եւ ում փողերը, որ այդ վաշխառու մանիպուլատորները, այդ փողերը, այդ բոլորին պետք է ամեն ինչը ձեռքից վերցնեն, իրանց ոչ թե բանտ նստացնեն, այլ տանեն են թունավոր հանքեր աշխատեն,
տանեն թունավոր հանքերն աշխատեն, որ գոնի ժողովրդին օգուտ տան, ոչ թե բանտերում նստեն, կոնդիցիոներներով, հեռուստացույցով լավ էլ կերակրվեն ու ֆիզկուլտուրայով զբաղվեն։ Դա պատիժ չի, բանտը փրկություն է իրանց համար։ Բոլորին պետք է ուղարկեն աքսոր, ոնց որ Ստալինն էր անում, աշխարհության օրենքը պետք է գործի, ոչ մեկ կանտուն չի մնա։ Ու տոկոսները բանկերի ցածր անեն, ոչ թե այդքան բարձր տոկոսներ տնեն, մարդիկ բանկից տոկոսով գումար են վերցել, որ գնամ տրակտոր առնեն, կարտոլ ցանեն։ Երաշտա գալիս, կարկուտա գալի, ինչա լինում, մարդը չի կարողանում։ Ու տուն տեղ ծախում է, որ ինչ որ այդ վիճակից դուրս գա։ Էս ինչ օրենք է։ Այդ պետք է դատախազան այդ ամեն ինչը։ Դատավորներն էլ ես չեմ ոչ դատավոր եմ հավատում, ոչ քննիչ եմ հավատում, ոչ էլ աստղաբան, ոչ էլ գուշակ, ոչ մեկին չեմ հավատում, ես ինձ եմ հավատում։ Ու հավատում եմ ու տեսնում եմ, որ կա սրիկայություն, այս սրիկայությունը չի վերջացել։ Հա պատերազմ չկա, հասկացանք, բայց իրար են ուտում։ Սրիկայությունից, նախանձից, չարությունից բոլոր օլիգարխները, այն մարդիկ, ովքեր թաթը դրել են ուրիշի տների վրա, ու մի քանի տներ ունեն, այն բոլորը պետք է անխտիր են իրանց քոքով անգամ երեխեքով պատժվեն, բիբս անգամ չի շարժվի, բիբս եթե դրանք սենց քոքով, որովհետև օծից ճուտ է ծնվում, ուրիշ բան չի ծնվի, որ թալանել են ամբողջ այս հայոց երկիրն, ես ինչ են արել, մնացել ենք մի թաս ժողովուրդ, մի թաս ժողովուրդ այդ սրիկաները կարան այդպես բազմեն, ճոռոմ խոսան, իսկ ասում ես այն մարդը պատվալում դրել է գազավառում ինչ է անում։ Բա որ դու չոքներ ինչ էր ելնել, այդպես հազարավորներ կան Հայաստանում, վայ արդեն ես այնքան անհարմար եմ զգում Աննա ջան, ասենց ես չէի պայթել, ահա որ ես պայթեցի, ես ինչ խոսեցի։ Չեմ խոսում էլ ոչ մի բան, էլ քույից ոչ, չգիտեմ դու այդ դրա համար զանգեցիր թե հարց ուներ, ես չգիտեմ։ Արդարադատություն նամակ եմ ուղարկել, լան արդարադատություն ինձ ասում է, ինձանից պահանջեց բոլոր դատավորների անունները, ովքեր են այդ բանն արել, վերջում էլ ինձ նամակ է գալի, որ մենք իրավասու չենք դատավորներին ինչ որ պատժելու կամ մի բան անելու։ Մարդն ինքն իրա որոշում է հերքել է, դատավորն իրա բերանով ասում է ինձ վախացրել են, հարկադիրն ասում է վերևից զանգ ա եկել որ չանեք, էլ ինչ ես ուզում։ Հիմա եթերը որ կգնա, ես հետո իմ էջի մեջ ընկերությունը շատ է ու քեզ էլ կխնդրե, ինչքան կարակ տարածեք, բալքի եւ դատախազությունը եւ վարչապետը այս ամենը լսի ու տեսնենք թող խաղաղություն լինի այս երկրում, թող խնդիրները քիչ լինեն, խնդիրները քիչ լինեն, այն մնացած մանր բաները մենք կլուծենք, թող անապահով Ճիշտ է։ մարդիկ չլինեն։ Անա, բայց ես տղա եմ կորցրել, իրենց պատճառով և տունս, որտեղ իմ հորական տունն է, ու իմ երկու տղաների քրտնիքն է, ու մի սրիկա Արմեն Մաթևոսյան իր սրիկա տականք բառից, որ իմաստով կնոջ հետ, իրանք եկել դարել են քաղաքի կենտրոնում տանտեր, որ իրանք էլ ունեն ինչ-որ տներ, ու թալանած տներ, որտեղ ես իրա բոլոր սրիկա գործերը գիտեմ, բոլոր սրիկա գործերը գիտեմ, ինչ էր արել, ինչ արել իրա կնոջ հետ, գիտեմ ովքեր ինչ են արելու, դրա նմաններն են, որ սենց մեր ժողովուրդը թողում է երկիրը լքում է, հենց դրա նմաններն են, ես քեզ այնքան շնորհակալ եմ, ու մի կողմից էլ ես չգիտեմ ներողություն խնդրեմ, թե չխնդրեմ այս այսօրվա իմ էմոցիաների համար, որ ես ասենց պայթեցի, բայց դու առիթ տվեցի, որտեղ ես երկար ժամանակ լուռ եմ եղել, շատ ես անհարմար եմ զգացել իմ տղայից, որտեղ ինքը աշխատում էր, ես չեմ էլ ասա, հիմա եմ ասում, 29 տարի մաքուր միակ աշխատողը, որ Ազգային ժողովում աշխատում էր, միջազգային վարչությունում, ամբողջ վարչությունը, ես ամաչել եմ իրանից ու իր ընկերներից, որ ես բարձրազան եմ սենց բաներ, բայց դու ինձ առիթ տվեցիր, ես Ազգային ժողովի կողքով անցնում եմ, ամենակավ լաց եմ լինում, որ այդ շեքում տղեկ 29 տարի աշխատել է, միակ մասնագետ հենց այդ վարչի ինչքան մարդ փոխվեց գնաց, այն Խոսրով Հարությունը, Տիգրան Թորոսյան, Արմեն Խաչատրյան, բոլորի մոտ աշխատել այն տղան, ու հիմա ինքը չկա, շեյքը կա, ու մի քանի տականքներ, որը կարա վաշխառություն հենց իրանք Ազգային ժողովում աշխատողն են վաշխառում, ու էլ եմ ասում ինձանով, բոլոր վաշխառուները պետք է վերանա, բոլորի թաթը այդ օրենքը պետք է օրենք տնեն,
Մահապատիժը ոչ թե գլուխը կտրեն, այլ ձեռքը կտրեն։ Շատ կներեք, որ ձեզ նորից հուզմունք եմ պատճառել, ես դիտավորյալ... Ես ոչ մի բանից հիմա ինձ ինչ պետք է անեն, տունս վերցնեն, հա, թե ինձ բանտը կծեն, թե երեխեքից մի բան անեն, ամեն ինչ վերցրել են արդեն, բայց լեզուս չեն կարա փակեն, չեն կարա փակեն իմ լեզուն, ես իմ արդեն նամակ եմ պատրաստում, Եվրոպա դատարան եմ դիմում, Աննա, ինձ ասեցին դավայ դիմենք Եվրոպա դատարան, ես չեմ ուզել, 3 տարի է ինձ նույն բան ասում եմ, չէ, ամոթա, ամաչում եմ, որ Հայաստան ասեմ, միթե Հայաստանում օրենք չկա, իրավագիտություն չկա, մարդու իրավունք, ես դրանից եմ ամաչել, բայց ես չեմ ամաչում, որտեղ ես տղուս կորցրել եմ իրենց պատճառով, ու ես արդեն պատրաստում եմ, երևի հաջորդ շաբաթ կուղարկեմ արդեն նամակը Եվրոպա դատարան, այսքան, քեզ շնորհակալ եմ, արդեն հերիք այլ չենք խոսում։